Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Բարի օր բարեկամներ, հայտնի է բոլորիս, որ գյուղը, գյուղմթերքը դա ոչ միայն սնունդ է, այլ նաև ազգային ռազմավարություն եւ ինքնապաշտպանական մեծ գմբեթ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել առանձնահատուկ եւ չթողնել նույն գյուղին եւ մշակին միայնակ իր որոշումների եւ հիասթափությունների դաշտում։ Այսօր մենք խոսում ենք գյուղատնտեսության մասին եւ նրա համակարգային բոլոր եզրույթները կքննարկենք մեր հյուրերի հետ։ Այո, բացի այդ խնդիրների տերերը պետք է ունենան հասցեատեր, ում պետք է դիմեն եւ ստանան եւ այդ խնդիրների լուծումները եւ ներկայացնեն առաջարկներ եւ իրականում այո, անվտանգության մասեր եւս կան այս ոլորտում եւ պետք է դրանք համակարգված լինեն եւ համակարգող մարմին լինի, ինչն այս պահին բացակայում է։ Ուստի, այս կապակցությամբ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախկին փոխնախարար պարոն Աշոտ Հարությունյանը եւ վաստակաշատ անասնաբույժ դասախոս պարոն Վրեժ Խոցանյանը։ Տնտեսագիտության թեկնածու դոցենտ Հայկ Ղազարյանը եւ գործարար ֆերմեր Հարություն Մնացականյանը։ Սկսենք նրանից, թե մենք ինչ պատկեր ունենք եւ գյուղատնտեսության նախարարության բացակայության պայմաններում ինչ խնդիրներ են առաջանում այս ոլորտում եւ խնդիրների ինչ կուտակումներ կան, որն է պատկերն առհասարակ։ Այո, անլուծելի հարցեր։ Լսում ենք ձեզ, պարոն Խոցանյան։ Դերևս այն ժամանակ, երբ որ գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց, սա մեծ տագնապ առաջացրեց մարդկանց մոտ, հատկապես այն մարդիկ, որոնք որ գյուղատնտեսությամբ զբաղվում էին, եւ գյուղատնտեսական արտադրությունը կտրուկ անկում ապրեց։ Արտադրությունից բացի կառուցվածքային այնպիսի փոփոխություններ տեղի ունեցան, որ արտադրությունը գյուղատնտեսական բնույթ է, այլևս չէր խրախուսվում։ Դա սկսվեց այն ժամանակ, երբ որ տեղի ունեցավ հողի սեփականաշնորհումը, անկանոն, անվայել, անհասցե եւ թվում էր, թե հողը տված գյուղացին պետք է բարգավաճի, գյուղատնտեսական մթերքները առավել շատ լինեն, բազմազան լինեն, զբաղվածությունը գյուղացիության ավելի լայն լինի, բայց ստացվեց այնպես, որ մենք գյուղացուն տվեցինք հողին։ Վերջացրինք գյուղացին այսօր, եթե մենք նայում ենք հանրապետության բոլոր շրջաններում, գյուղացին ոչ գյուղացի է, ոչ էլ քաղաքաբնակ է։ Այլևս անգործությունը գյուղատնտեսության ոլորտի այդ բնագավառում գրեթե 95% է, ես այդպես կձևակերպեմ, որտեղ ամեն օր շփվում եմ հանրապետության տարբեր շրջանների, տարբեր ռեգիոնների հետ ու ամենտեղ գյուղացին բողոքում է իր վիճակից։ Գյուղացին այլևս հող չի մշակում։ Ընկեր Հարությունյանը երևի թվային տվյալներով ավելի կոնկրետ կասի, ինչպիսի մշակաբույսեր են այսօր հանրապետությունում մշակվում, ինչ նպատակի համար, ես կասեի, սա տարերայնորեն էր լինում։ Այն պլանավորված տնտեսությունը, որը կար խորհրդային պետության ժամանակ, դա արդարացված էր։ Դա տնտեսություն էր կուռ համակարգով։ Գյուղը բարգավաճում էր բոլոր առումներով, եւ գյուղատնտեսության արտադրության ավելացմամբ, եւ նա մոտենում էր քաղաքի կենցաղին։ Այժմ գյուղը դադարվում է, Հայաստան ագրարային երկիր է, գյուղը դադարվում է, չկա գյուղացի, որը զբաղվի իր բուն գործունեությամբ, չկա կարգավորող մի մարմին, որ ասի այս ռեգիոնում սա պետք է անենք, այս ռեգիոնում սա պետք է անենք,
ու որոշակի pedagogan հոգացություն լինի դրա հարցի հետապնդման համար, հետամուտ լինելու համար։ Այսօր դա բացակայում է։ Եվ պատկերացրեք, եթե մենք վերցնում ենք Հայաստանի ընդհանուր արտադրության պահը, եկամուտի մոտ 25%-ը տալիս էր միայն գյուղատնտեսությունը, գյուղատնտեսության ոլորտը։ Եվ ըստ տրամաբանության պետք էր, որ եթե լիներ 4 նախարարություն, մեկը պետք է լիներ գյուղատնտեսությունը։ Մենք ագրարային երկիր ենք, քանդեցինք բոլորը, գիտությունը քանդվեց։ Արտադրական օբյեկտները, գործարանները, ֆաբրիկաները քանդվեցին։ Գյուղատնտեսությունը քանդվեց, այլևս գյուղացին բահով կամ փոքր տեխնիկայով մեծ խնդիրներ լուծել չի կարող։ Շատ լավ։ Պարոն Ղազարյան, ձեր տեսակետը որն է այս հարցում եւ արդյոք հիմա միավորված կառույցություն որպես գյուղոլորտը համակարգող մարմին այդ նախարարության այդ թևը չի գործում եւ իրականում դա խնդիրներ առաջանալու պատճառ է հանդիսանում։ Այստեղ շատ լավ ձեր կողմից ներկայացվեց, որ գյուղատնտեսությունը իսկապես ռազմավարական ոլորտ է եւ սկսած, երբ որ մարդը սկսեց ընտելացնել կենդանիներին, վայրի եւ մշակել մշակաբույսեր, դա շուրջ 10000 տարի առաջ մարդկության քաղաքակրթությունը համարվում է սկսվել է 10000 տարի առաջ, նրանից մինչև այսօր գյուղատնտեսության դերն ու նշանակությունը դեռևս չի փոխվել եւ դրան անդրադարձել են նաեւ 300 տարի առաջ դեռևս ֆիզիոկրատները գյուղատնտեսության կարևոր դերի մասին, որ գյուղատնտեսության ոլորտում է ստեղծվում իրական արժեքը։ Եվ գյուղատնտեսությունը շատ լուրջ ուրեմն ոլորտ է, որը պետք է հոգացության, պետության եւ հասարակության հոգացության արժանա, որովհետեւ գյուղատնտեսությունը միայն չի լուծում բարենային անվտանգության խնդիր, գյուղատնտեսությունը լուծում է նաեւ ռազմավարական շատ կարևոր պաշտպանական խնդիր, ժողովրդագրական խնդիր, նաեւ այդ գյուղացին եւ գյուղն է եւ գյուղը եւ գյուղացին են, որոնք կրողն են մեր արժեքների, մեր տրադիցիաների, սովորույթների եւ նրանք են առաջինը պետության ակունքներում եւ նրանք են փոխանցողը եւ կրողը մեր արժեքների, ազգային արժեքների, սովորույթների։ Այս տեսակետից գյուղը եւ գյուղացին կարեւոր է, իսկ գյուղատնտեսությունը բնականաբար ոչ միայն արտադրություն է, այլ նաեւ մշակույթ է, այլ նաեւ պատմություն է։ Այնպես որ գյուղատնտեսության դերը եւ նշանակությունը շատ կարեւոր է եւ երբեւե բոլոր ժամանակներում լինելու է կարեւոր եւ գնալով, քանի որ սահմանափակ են հողային ռեսուրսները, գնալով գյուղատնտեսության դերը ավելի է մեծանալու, աշխարհում գնալով բնակչության թիվը ավելանում է եւ գյուղատնտեսական հողատեսքերը բնականաբար չեն ավելանում, մնում են նույնը եւ բարենային խնդիրը դառնում է ավելի հրատապ աշխարհի մասշտաբով։ Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախարարությանը, որպես կառույց այսօր կատարում է, իհարկե նախարարություն չկա, դա ներառված է էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում, այսօր չի կարող լիարժեք իրականացնել, որովհետև փոխանակ նախարարությունը չլուծարելու, նախ ասեմ, որ նախարարության լուծարումը դա դավադրություն է սեփական ազգի նկատմամբ եւ նախարարությունը որպես մեր կարևոր բաղադրիչը, պետության անվտանգության կարևոր բաղադրիչը եւ ոչ միայն նախարարությունը, այլ բարենային անվտանգությունը, բարենային հարցը նա պետք էր որ չէր կարելի լուծարել եւ լուծարվեց առանց փորձագետների կարծիքի, առանց հանրային քննարկման, առանց հաշվի առնելու մարդկանց գիտության շրջանակների կարծիքները։ Լուծարվեց բնականաբար մի նպատակով, որովհետև դա այն խնդրի բաղադրիչներից մեկն էր, որի համար այս իշխանությունները եկել էին, իսկ եկել էին նրանք այս պետությունը թուլացնելու եւ պետության ու ժողովրդի դիմադրողականություն թուլացնելու, Արցախը հանձնելու Ադրբեջանին եւ պետությունը մեր երկիրը Ռուսաստանի անվտանգային տարածքից տեղափոխել թուրքական աշխարհի անվտանգության տարածք։ Իսկ գյուղատնտեսության նախարարությունը կարևոր անվտանգության կարևոր բաղադրիչներից էր։ Եվ պատահական չէ, որ լուծարվեց գյուղատնտեսության նախարարությունը, լուծարվեց նաև մշակույթը, սփյուռքը եւ մեր անվտանգության կարևոր հենասյուներից էին սփյուռքը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, որպես երաշխիք, որպես դաշնակից, եկեղեցին եւ նաև մշակույթը մեր Այնպես որ դա հենց այդ ծրագրի Դուք խոսքով քաղաքական այդ օղակում եք տեսնում նաև գյուղնախարարության փակումը։ Շատ լավ։ Եվ կարծում եմ իրենք շատ լավ հասկանում էին, որ գյուղատնտեսության նախարարության լուծարումը դա դավադրություն է պարզապես։ Գիտեք, այն ժամանակ, երբ որ մենք հողերի 50% չէր մշակում, այն ժամանակ, որ բարենային խնդիրը լուծված չէր, եւ մենք ընդհանրապես ապահովում ենք մեր բարենային ուրեմն պահանջի 50-55%-ը,
եւ այն դեպքում, որ բավականին լուրջ խնդիրներ կան ռոռոկման հետ կապված տնտեսավարման, ենթակառուցվածքների զարգացման եւ այլն, այդ ժամանակ մենք նախարարություն լուծայեցինք։ Այն դեպքում, որ պետք էր նախարարության գործառույթները ավելի ուրեմն մեծացնել եւ նոր կառուցվածքային ստորաբաժանումներ նաեւ նախատեսել, այսինքն կառուցվածքային փոփոխություններ կատարել եւ գյուղատնտեսությանը նոր գործառույթներ նաեւ հանել։ Շատ լավ, պարոն Ղազարյան, ձեր առաջարկներին եւ պլաններին առաջիկայում կանդրադառնանք, պարոն Մնացականյան։ Ինչ պատկեր ունենք այսօր, խնդիրների պատկեր։ Եթե կան դրական բաներ, բնականաբար դրանք եւս կարող եք դրականել եմ ասում, բացականել եմ ասում, ուղղակի փաստենք, որ գյուղատնտեսությունը աշխարհում այն ոլորտն է, որը միշտ գերակա է եւ միշտ տրենդային է։ Մարդկության ստեղծումից ի վեր, մինչեւ մարդկության վերջի մարդու կործանումը, այդ ոլորտը լինելու է գերակա եւ տրենդային, այսպես ասած, մի քիչ նոր բառեր օգտագործեմ, գյուղատնտեսության ոլորտը անտեսել, այն էլ 21-րդ դարում աճող բնակչության պատերազմների շրջանում բարենային անվտանգության տարբեր գործոնների հաշվի առնելով ուղղակի անթույլատրելի է։ Գյուղատնտեսության ոլորտը մեր մոտ այնքան հետ է մնացել, այնքան ենք մենք պատկերացրեք, մեր հողերի օգտագործվող հողերի ընդամենը 45%-ը չի մշակվում։ 55%-ն է մշակում ըստ պաշտոնական տվյալների, բայց իրականում 50-50։ Մեզ Աստծո կողմից ընձեռված ջրային ռեսուրսների 60+%-ը մենք ուղղակի վատնվում ենք, որը ջուրը անկնահատելի գանձ է։ Եվ զարգացման որևէ տեսլական երկարաժամկետ, որևէ հեռանկար չկա, կան պաթետիկ խոսքեր, կենացներ, այ մենք էս կանենք, այն կանենք, սենց կանենք, այն կանենք, այսօր ունենք արդեն մեր վրա հստակ պատերազմների, հենց պատերազմները եղան են լակմուսը, որի միջոցով մենք կարող ենք տեսնել ինչ կարող է սպասել մեզ։ Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ մի կարճ ժամանակով ցորենի արտահանումը, որ արգելվեց, մեզ մոտ արդեն լուրջ խնդիրներ առաջացան։ Պարսկաստանի եւ ԱՄՆ-ի պատերազմը կարճաժամկետ ժամանակահատվածում Պարսկաստանը իր գյուղմթերքների արտահանումը փակեց ու մեզ մոտ տեսանք ներկրվող որոշ ապրանքատեսակների շեշտակի գնաճ։ Պատկերացրեք, որ դա հանկարծ լինի երկարաժամկետում։ Այս պայն ունենք տավարի մսի գնի աճ արդեն 4100 դրամ 1 կիլոգրամը, մի ամիս առաջ 3450։ Պատճառը գլխաքանակի պակասումն է, անկումն է։ Մենք ունենք կարևոր ազգային անվտանգության խնդիր է սա, բույսերի եւ կենդանների հիվանդությունների դեմ պայքարի, որը ուղիղ համեմատական է նաև բնակչության առողջությանը, որը բարձի թողի վիճակում է։ Մենք ունենք արտահանման խնդիր, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը չենք տեսնում համակարգված միջնաժամկետ, կարճաժամկետ եւ երկարաժամկետ ժամանակահատվածներում։ Ու այս խնդիրները պարտադիր պետք է լուծվեն եւ այդ լուծման թիվ 1 պայմաններից մեկը գյուղնախարարության վերականգնումն է եւ նպատակային գործունեության իրականացումը։ Առանց դրա մենք ունենանք այն ինչ որ ունենք հիմա։ Բացի գյուղատնտեսության նախարարության վերականգնումից, որը նշում եք բոլոր մասնագետներ, պարոն Հարությունյան, մենք ունենք նախարարություններ, որոնք կան, բայց այդ ոլորտներում եւս խնդիրներ կան։ Ինչպես պետք է գտնել սրանց լուծումները։ Նախ շնորհակալություն, նաև շնորհակալություն հայտնեմ ձեզ հաղորդման ֆորմատի հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ քննարկումներ են լինում, ամեն դեպքում յուրաքանչյուր քննարկման ժամանակ գոնե 1-2 խելոք մտքեր կհնչեցվեն, հետագայում երկրի վերականգնման համար պիտանի կլինի։ Դա ձեր աշխատանքի գնահատման հետ կապված, ամեն բան պետք է իր գնահատականը ստանա։ Եվ անմիջապես անցում անելով ձեր հնչեցրած հարցին, դա նշանակում է, որ խնդիրը մեկն է։ Եթե ոչ միայն այս պահին կանրադառնամ գյուղատնտեսության հիմնախնդիրների եւ լուծումների մասին, ընդհանուր արդեն ձեր ասած նախարարությունների, գերատեսչությունների կտրվածքով խնդիրները նշանակում է, որ ընդհանուր տարվող քաղաքականությունը, այդ թվում կազմակերպում, կառավարում, վերահսկում ձախողված է։ Դուք ինքներդ ասեցիք, որ մնացած նախարարությունները, որոնք որ ոլորտներ են նաև կառավարում, քաղաքականություն են նշանակում։ Եթե հələ գյուղատնտեսությունը չներկայացրած, չնայած մենք 8 տարի միշտ ներկայացրել ենք խնդիրները, մնացածն էլ որ մենք արդեն առողջապահական խնդիրներ, թվում է թե
առողջապահական համակարգում ներդրվել է լուրջ ծրագիր, բայց դա թող մարդիկ ճիշտ հասկանան, դա էպիզոդային խնդիր է լուծում։ Այս տվյալ պահին մարդիկ, որ ունեն առողջապահական լուրջ խնդիրներ, այս պահին գնացել են այդ ծրագրից օգտվում են, թվում է թե լավ է, բայց եկեք հասկանանք, ինչի հետևանքով է, որ մենք հասել ենք այս վիճակին, ամբողջ ազգը նյարդայնացած, առողջապահական լուրջ խնդիրներ, ու այդ ամեն ինչը ես ձեզ ասեմ, սկսվում է սննդակարգից։ Այ գալիս ենք անցում ենք անում գյուղատնտեսության։ Երբ որ սննդակարգը նորմալ չի, կալորիակ մարդիկ ընդամենը ոչ թե սնվում են ըստ անհրաժեշտության, այլ սնվում են ոնց կարող են, ինչի հնարավորություն որ ունեն։ Իսկ դա բերում է ոչ միայն մատաղ սերնդի, այլ նաև տարեցների, աշխատուժի, մնացածի մոտ արդեն եթե էներգիա չկա, կալորականություն չկա, դա բերում է լուրջ խնդիրների։ Նորից մեկ հատ էլ անցում կատարը մեկ աշճան ենքոմ պետք է մենք ոչ թե գերագնահատենք, միշտ բարձր պահենք գիտության, կրթության խնդիրը, որը նույնպես ձախողված է։ Այսինքն այդ դաստիարակությունը սկսում է նախադպրոցականից, մանկապարտեզից, դպրոցից, գալիս է բուհական համակարգ, որտան համապատասխան մարդիկ, գիտնականներ, սերունդ, տեսեք ես ուրախ եմ այս պահին, գիտեք ինչի, որ կարելի ասել առաջի դեպքերից մեկն է, որ ես լսում եմ ակադեմիական միտք հաղորդման ընթացքում, փորձառու մարդիկ, գիտնականներ, որ երկուսը միասին տարել են առաջ, եւ նեղ մասնագիտական վերլուծություն, եւ տնտեսագիտական վերլուծություն, եւ ինչու՞ չէ նաեւ նոր երիտասարդ սերունդ, որը ձգտում է, որ այս երկիրը ժամ առաջ այս վիճակից դուրս գալու հետ կապված։ Հիմա եթե գիտությունը չեղավ, տեսեք խնդիրները մենք հիմա որ փորձենք շերտ ցույց տանք, ամեն ինչ սկսում է կրթությունից, գիտությունից։ Ինչքան ուզում է այս մեր խումբը, դուք միասին, այլ խմբեր էլ մեզ միանան, փորձենք այս վիճակից դուրս բերենք, գիտական միտքը պետք է զուգահեռ գնա զարգանա։ Եթե չկա ճիշտ նույնիսկ կառավարման փորձ, ճիշտ մարքեթինգ, չկա ճիշտ նեղ մասնագիտական մոտեցումներ, ընդանուր հանրագումարը տանելու է, ձգտելու է միջ, եթե ոչ 0-ին, այլ բացասականին, որը այս պահին փաստ ունենք եւ ոչ մեկ չի հերքում։ Հիմա եկեք ցուցանակից անցնենք բովանդակությանը, հա? Եվ արդյոք այդ ցուցանակի տեղափոխումը եւ խառնվելը այդքան լուրջ ազդեցություն ունեցավ եւ ամբողջ համակարգը, ինչպես դուք ասացիք, մոտավորապես կոլապսի մեջ է։ Ինչ կասեք։ Գիտության անմիջապես կիրառումը տնտեսության մեջ արդիական է, որ այսօր գրեթե բացակայում է, եւ այդ գիտության մասնագետների կրթելու դարբնոցը գյուղատնտեսության ոլորտի միակ հանրապետությունում agrarային համալսարանն է։ Եվ այնտեղ ժամանակի ընթացքում ընդունելությունը կատարվում էր 30-35 մասնագիտությունների։ Այժմ որոշակի դիմորդների պակասի պատճառով այն էլ քմահաճույքային հիմքերից ելնելով մասնագետներ չկան։ Եվ այն միտքը, որ եկել է վաղուց դերևս այն մեծ ղեկավարներից, մարդկանցից իմաստուն, ասում են կադրերը որոշում են ամեն ինչ։ Այսօր մենք գյուղատնտեսության ոլորտի ապահովված կադրեր չունենք։ Նրանք չեն ամրագրվում այն սֆերայում, որտեղ նրանք պետք է գործեն։ Գյուղը մնացել է առանց մասնագետների։ Անասնաբուժներն են միայն մնացել, են էլ շատ սակավաթիվ, որակից ընկած, տարիքային ցենզը 70-65-ից բարձր, երիտասարդ մասնագետներով չի համալրվում գյուղը։ Հիմա տեսեք ինչպես, մենք մասնագետներ ենք պատրաստում ինչ որ մասով վճարովի հիմունքներով, ինչ որ մաս էլ պետպատվերի շրջանակներում։ Փող է ծախսում պետություն ամեն դեպքում, չէ՞։ Եվ այդ մասնագետները չեն գնում իրանց հասցեով, չեն գնում աշխատատեղը, որովհետև մասնագիտությունը մասնագետին չի կերակրում
Եվ եթե մասնագիտությունը մասնագետին չի կերակրում, նա դրան չի հետապնդելու։ Նա ավելի կատարելագործման խնդիր այլևս ինքը չի հետապնդում, գիրք չի կարդում, խորհրդատվության չի գնում, որովհետև այնտեղ վաստակելու հնարավորություն չկա։ Պետական հոգացությունն էլ այնպիսի փոքր մասշտաբների է, որ ընդամենը սահմանափակվում են համաճարակների դեմ առնելով։ Այն էլ ոչ բոլոր կենդանատեսակների։ Տեսեք ինչ է ստացվում։ Առողջ սնունդ, առողջ սերունդ։ Եվ եթե մենք այսօր չունենք առողջ սնունդ, առողջ սերունդ ստանալ չենք կարող։ Մեր ընտանիքի կառուցվածքից ելնելով որտեղ կա եւ մարդաբուժական մասնագետ եւ ես եմ, բոլորը հանգում են առողջ սննդի հետապնդման, բայց չունեն։ Ով է ստուգելու մեր սնունդը առողջ է թե ոչ։ Օրինակ մենք գիտենք, որ շուկայում դրված է երկու տեսակի վարունգ եւ տարբերվում են սակագները, մեկը թանկ, մյուսը էժան, մյուսը այս երկրից ներկրված, մյուսը այս երկրից, մարդիկ սովորաբար ձգտում են, ասում են տեղական եւ վերցնում են։ Ես ինչպես պետք է իմանամ, թե ինչ կա այդ արտադրանքի մեջ, որը ես գնում եմ որպես առողջ սնունդ, որովհետեւ վերջերս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք այդքան էլ առողջ չեն, հավելումներ կան, լրացուցիչ եւ այլն։ Գյուղացին այսօր իհարկե որակի հետապնդում է, բայց նա չի կարողանում ամբողջապես կանաչ գոտի տանել։ Եվ այդ կանաչ սնունդը որոշակի հարցականի տակ է։ Ամեն սնունդ չէ, որ մարդը կիրառում է իր սննդակարգում։ Ընտանիքներ գիտեն, որ ամիսներով նրանք միշտ չեն կարող գնել, օգտագործել։ Դա սոցիալական անապահովություն է։ Սոցիալական անապահովություն է։ Եվ այսօր հիմա գնելու դեպքում որքանով է դա անվտանգ, սրա մասին ենք խոսում։ Սննդի անվտանգության պետական ծառայությունը ՍԱՏՄ այդ գործառույթը ունի, պիտի որ անի։ Բայց ես կասկածում եմ, որ նրանք հասցնում են այդ բոլոր վաճառքի ենթակա սննդի տեսականուց ունենան ամբողջական պատկեր։ Մի կասկածեք չունեմ։ Հող, ջուր եւ որից ստացած մթերք, ինչ ենք մենք պարոն Հարությունյանի ասածը, որ ոչ միայն սննդի ռացիոնը, այլ նաև սննդի պարունակությունն էլ շատ կարևոր ազդեցություն է թողում հանրության առողջության վրա եւ անցած տարի Խաչատրյան Տաթևի հետ կազմակերպվեց մի փորձ, շուկայից գնվեց տարբեր տեսակի պտուղ բանջարեղեններ, տվեցին պետական լաբորատորիա, մասնավորել չէր, ՀԲԼՑԿ-ին, ասեցին փորձաքննություն անցկացրեք եւ բոլորի մեջ հայտնաբերվեցին թույլատրելի նորմը գերազանցող մարմիններ, թունաքիմիկատներ, ծանր մետաղներ եւ այլն եւ այլն։ Ինչը ուղիղ ազդեցություն է ունենում հանրության առողջության վրա։ Եկեք երկու մասով այստեղ։ Ինչու են նախ այդ հավելումները այդպես։ Ինչու է արվում այդ հավելումները, նպատակը եւ ինչու չի վերահսկվում։ Պետական ոչ պատշաճ վերահսկողությունն է եւ սովորական գյուղացին ֆերմերը, որ այգին մշակում է, նա տեղյակ չի եւ չէր կարող այդքան գիտելիք ունենալ, որ հասկանա, որ թունաքիմիկատից ինչ դոզայով պետք է սրսկի իարքի։ Նա գնում է սովորական խանութ, խանութում ասում է այգիս այս վիճակն է, խանութի աշխատողը միջայել աղջիկն է, ասում է սրանից էս կլսնես 10 լիտրի ջրին այսքան էս խառնես, ինքն էլ գալիս է մի քիչ ավելի խառնում, որ ավելի լավ ազդի, եւ այդ ամեն ինչը ուտում են մեր բնակչությունը, ու սա համատարած խնդիր է։ Եվ մեր կարտոֆիլի մեջ կա թույլատրելի նորմը գերազանցող բազմաթիվ այլ նյութեր, եւ կանաչիների մեջ կա, եւ պտուղների մեջ կա, եւ այսօր հետաքրքիր մի հատ Ռուսաստանի Ռոսելխոզնadzorը հայտարարություններ արել ապրանքների չհամապատասխանության մասին։ Մեր ՍԱՏՄ-ը մի շատ հետաքրքիր պատասխաններ տվել, ասել է չենք մեկնաբանում։ Ուղիղ 2 տարի առաջ նույն իրանց չմեկնաբանելու պատճառով 19 խոշոր ընկերություն ընկան սև ցուցակ Ռուսաստանում։ Արտահանող ընկերություններ, այդ թվում մեկը իմ ընկերոջ ընկերությունն էր, Ռոսելխոզնadzorը 3-4 անգամ նամակ է ուղարկում մեր ՍԱՏՄ-ին, ասում է, խնդիր կա այս ապրանքների մեջ,
խնդիր կա։ Ընկերոջս արտահանածը խնձոր էր, որը գնել էր այգիներից։ Ոչ մի արձագանք, ոչ մի պատասխան, նույնիսկ արտահանողներին չէին զգուշացրել, որ ձեր արտադրատեսակի մեջ արգելված նյութեր կա։ 3 նամակից հետո Ռոսելխոզնadzորը 19 խոշոր ընկերություն գցեց սև ցուցակ եւ այդ մարտիկ այդքան աշխատանք, այդքան ծախս, այդքան գործունեություն ու միանգամից փակում ու վերջ։ Սա պետական տոտալ ձախողված քաղաքականության հետևանք է, որ մենք այսքան այսօր հիվանդանոցները, որ տեսնում եք ինչքան բուժառուներ են գնում, օնկոլոգիական կենտրոններում ինչքան բուժառուներ կան եւ Հայաստանում որևէ մեկս ապահովագրված չեն կարող սնունդ ուտելու, դա բացառապես պետության պատասխանատվության ենթակայության տակ է։ Ես ՑՍՎ-ի տվյալների առողջապահության նախարարության չեմ տիրապետում, բայց մեր ազնական փորձը ընտանեկան ինձ որ բժշկուհի է, ալերգիաները այնքան են շատացել սննդային, այլևս նման սնունդը մարդը որ ուտում է, նա չգիտի։ Այդ թունակի միգատը մեջ շատ է, քիչ է, ժամկետը անցած է կամ անցած չի։ Սրա ինքան մենք վառ օրինակներ ունենք, որ էլի գալիս է գյուղատնտեսության նախարարության լինելիությանը, որպեսզի յուրաքանչյուր օղակը զբաղվի իր գործերով։ Կոնկրետ ստրուկտուրան պետք է գործի զինվորական կառուցվածքի նման։ Լսում եք ձեզ պարոն Հալցյան։ Ուրեմն ես փորձեմ պարոն Բախտամյան ձեր ասածը, որ ասեցիք ցուցանակի հանել, տեղափոխել, մտովի հետ գնացի, անկեղծ եմ ասում, եւ պատկերացրեք դուք շատ պարզ ասեցիք ու այդ ձևել եղել է։ Մենք տնտեսական բաժնի պետ ունենք, ինքը իրոք առաջի հարկից ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ցուցանակը վերցրել, տարը միտեղ պահել է։ Գերատեսչությունը, որ հարմար պահի, հետո բերի փակցնի հետ։ Բայց ցավը հենց այդ է, որ դուք որ հնչեցրեցիք, ոչ թե ցուցանակի խնդիրն է հանել դնելու, դա մի ամբողջ համակարգ է։ Կենտանի օրգանիզմը սկսվում է ներքևից, գյուղերից եւ բարձրանում է վերև եւ նույն օպերատիվ կապով իջնում է հանրականները ներքև։ Հիմա որ կուզենան ստեղծեն անունը ինչ ուզում է դնեն, շատ զգուշ պետք է լինեն։ Իր գործառույթներով խնդիրները տարբերվում են, այսօր մենք ոչ թե խնդիր ունենք, մենք այսօր մարտահրավերներ ունենք։ Եվ շատ արագ է փոխվում։ Շարունակական ու արագ։ Շնորհակալ։ Խնդիրը ու մարտահրավերը շատ տարբեր բան է։ Այսօր ստանդարտները չեն գործելու, ստանդարտ մոտեցումները չեն գործելու, պետք է այս իրավիճակում լինեն օպերատիվ լուծումներ, այս վիճակից դուրս բերվեն, նոր գնա մեր բոլորի ասած, պնդած, զարգացում, մնացած եւ այլն։ Ագրարային համալսարան մենք ազգային որ ունենք, հիմա այնտեղ մենք ունենք լուրջ էլի խնդիր։ Պետական կառավարման կրթական ծրագրերում պետք է լինեն լուրջ փոփոխություններ արմատական, որպեսզի արագ ուսուցման ձևով լինի, թե ոնց լինի, այն միջինից բարձրը, որ պետք է ակադեմիական կրթություն ստանա, պատրաստվի արդեն առանցին նեղ մասնագետներով ու պայմանը լինի անվճար ուսուցում, նաև կրթաթոշակ պետության հոգացություն, բանակի ծառայության խնդրի եւ համար առաջի պայմանը, որ այդ էկողները պետք է հետ վերադառնան տնտեսություն։ Այսօր համայնքներում պետք է լինեն համապատասխան մասնագետները։ Ինչքան ուզում է նախարարություն, ուզում եք ոսկե տառերով գրեք գյուղատնտեսության նախարարություն, ինչ շրիֆտով ուզում եք գրեք, ում ուզում եք դրեք գյուղատնտեսության նախարար, գալու է բախվի դառը իրականությանը, որ ներքևում լրիվ դատարկություն է։ Գյուղ թե ոչ գյուղ, բայց նկարչությունը մեզ մոտ չի փոխվում։ Այո, նախարարություն կարիք չկա։ Մենք պետք է լսենք հիմա ներողություն մեր քաղաքացիներին, տեսնենք թե ինչ են ասում նրանք։ Մեր երկրում արդյոք անհրաժեշտ է գյուղատնտեսության նախարարությունը։ Պետություն առանց գյուղատնտեսության չի կարող լինի։ Իհարկե պետք է նախարարություն անպայման լինի։ Ու նախարարությունը գոնե ինքը գիտի իր գործունեությունը, այսօր էկոնոմիկայի նախարարության մեջ մտած, որ շիբանով ինքը բան չանում, ոնց որ երկրորդականը լինի։
Իսկ իր առանցի նախարարությունով ինքը կզբաղվի գյուղացու հարցերով կզբաղվի գույնը։ Ինձ թվում է, որ գյուղացին արդեն հույսը իր վրա է դրել, էլ ոչ էլ սպասում է, որ ինչ-որ մի բանով օգնեն։ Ասենք նախարարություն եղավ, ինչը պետք է օգնի։ Դե գյուղատնտեսությունը արդեն այդ պետությունը պիտի հովանավորի, պետությունը պիտի կայնա ինչ-որ բան գյուղացին հովանավորի տեր կայնի, որ գյուղացի կայնա աշխատի, թե չէ գյուղացին այսօր ինչ կարանի։ Նախարարություն կլինի, ինչ կլինի, թող լինի, որ իսկական իմանաս կա նախարարություն։ Գյուղի մի տոկոսը հիմա չի ոռոգվում։ Առաջ գոնե այս գյուղի վիրևը լավից վատից ոռոգվում էր, հիմա եթե չի ոռոգվում։ Դիմես ոչ մի հատ օգուտ չկա։ Հələ ավելի շատ դնողին են եղել։ Ոչ մի հատ չի օգուտ։ Ստից կարող է խոսան ու ոչ մի բան չանեն։ Այն վաղ Վլադիմիր Մովսիսյանն էր գյուղնախարարը։ Իսկ հիմա ես ով է։ Իսկ ոչ գիտենք ոչ։ Նախարարություն չկա հիմա։ Չկա։ Ինա պաշտպանության նախարարը կա անում, էկոնոմիկայի նախարար։ Ոչ մի բան չեն անում։ Ոչ մի բան։ Նախարարությունը պարշի կգա կմտնի գյուղերը կիմանա ինչն է պակաս։ Գյուղերը մեռնում էլի, sense մեռած արդեն գյուղերը։ Ոչ մի հետաքրքրություն չկա, զբաղմունք չունի ժողովուրդը։ Մի հատ կլուբ ունեն սաղ գյուղեր, որտեղ որ գնացին հավաքում են ծերեք գնում են։ Գյուղնախարարություն հիմա չունենք, բայց եթե ունենանք, ինչ էական բան պիտի անենք։ Նախկինում ինչ էին անում, ունեինք նախարարություն։ Կոմիտեն էլ բավական է։ Միայն աշխատող լինի։ Կարևորը աշխատանքի որակն է։ Անպայման պետք է անպայման լինի այդ նախարարությունը, որպեսզի զարկ տա այս ամեն ինչին։ Գյուղատնտեսություն կար, մարդիկ կտվոր էին, անասնապահ էին, մեխանիզատոր էին։ Հիմա չկա, մի 4-5 սեփական տրակտորիստներ եւ всё։ Ոչ լիարժեք աշխատում այդ բնակավարը, այդ յուղը անպայման ինչ որ մի բան պետք է անեն, որ գյուղացիներին, մարզերին շատ ավելի հաճելի լինի մնան այնտեղ աշխատեն։ Կարող է պատահի ծանրաբեռնվածն չեն կարողանում աշխատել։ Ինձ թվում է մարդկային ռեսուրսը այդքան էլ անսահմանափակ չի, բոլորն էլ հոգնում են։ Ուրեմն ինչ որ կից բան պետք է բացի, որ օգնեն։ Առաջարկություն։ Պարոն Մնացականյան, ամեն ինչ ավելի տեսական դարձնելու համար գյուղացին վերցնում է վարկ, տնտեսում է կամ որոշակի գումար նախորդ տարվանից եւ սկսում է զբաղվել գյուղատնտեսությամբ, չգիտեմ, կարտոֆիլ, գազար եւ այլն։ Գալիս է եւ նաեւ խաղող մնացած բաներ, որոնք տուժում են հիմնականում կարգտահարություններից եւ այլն։ Գալիս է մթերման շրջանը եւ սկսվում են խնդիրները։ Ինչ պետք է անի եւ ինչ օղակներ պետք է համակցված աշխատեն, որպեսզի մարդը իմանա, որ ես 1 միլիոն դրամ ծախսում եմ օրինակ գյուղատնտեսության վրա, ծախսելու եմ 2 միլիոն դրամ դրա մշակման վրա, ես զուտ թվեր եմ ասում, եւ 3 միլիոն եկամուտ եմ ունենալու, սա իմ տարեկան պլանն է։ Ինչպես հասնել դրան կամ ինչ է խանգարում դրան հասնելու համար։ Ուրեմն ես սկսեմ ամենակարևորներից հերթով թվելով։ Ամենաառաջնայինը, որ Հայաստանում պետք է լուծվի, ամենաառաջնայինը դա ջրի խնդիրն է։ Մենք ունենք 7 միլիարդ պաշտոնական տվյալներով խորանարդ մետր ջուր, որից վատնում ենք 67%-ը։ Պետական տվյալներով, պաշտոնական տվյալներով, բայց իրականում մենք ավելի շատ ենք վատնում։ Առաջինը ոռոգման համակարգը լուծելուց հետո պարտադիր Աստված մեզ ընծայել է մի հետաքրքիր երկիր, որը ունի բազմաթիվ կլիմայական գոտիներ։ Զոնավորման շնորհիվ տնտեսաաշխարհագրական զոնավորման շնորհիվ եւ ճիշտ հաշվարկի շնորհիվ պետք է հասկանալ, որ տարածաշրջանում որ մշակաբույսն է ավելի ձեռնտու եւ ավելի օգտակար աճեցնել։ Դրան զուգահեռ գումարվում է նաեւ պարենային անվտանգության խնդիր, որովհետեւ ենթադրենք հացահատիկը կարող է այդքան շահութաբեր չլինի, ձեռնտու չլինի, բայց մենք հացահատիկի ինքնաբավության հարցով պետք է ձգտենք ամենավերին կետին, ինչքան հնարավոր է, ինչքան հնարավորությունը տալիս է։ Գյուղատնտեսությունը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտերից մեկը գաստրո եւ ագրո տուրիզմի համար, որտեղ մենք այնքան լայն հնարավորություն ենք։ Օրինակ ես 42-43 տեսակի մշակաբույս եմ աճեցրել ոչ ավանդական, որը մեր տեղական սպառողը չգիտի, ծանոթ չի շատերին, բայց ինքը խիստ անհրաժեշտ է եւ ռացիոնի ավելացման համար, հիվանդությունների հետ կապված, տարբեր առողջապահական խնդիրների հետ կապված, պլյուս դա արտասահման հյուրերին կգրավի, որպես Հայաստանը այսպես հետաքրքիր ռեստորանային, սննդային, հետաքրքիր մատուցում ունեցող երկիր։ Դրանից հետո մթերման կայանն է, որը
պարտադիր պայման է, եթե մթերման կայանները հիմնվեն լոգիստիկ կենտրոնները, ինչը Հայաստանում տեղի ունենում է, այսօր արտահանումը sense տարերային ձևով մի քանի ընկերություններ այգիներից գնում են, հավաքում են, արտահանում են կամ ստացվում է, կամ չի ստացվում, ունենք մեկ ընդամենը խոշոր կազմակերպություն, որը համակարգված արտահանում է անում, այն էլ 90%-ը Ռուսաստանի Դաշնություն։ Եվ մթերման կայանները նաև իրենցից ենթադրելու են, որ մաքսային պատուհաններ, լաբորատոր ծառայություններ, որ արտահանողը չիմանա հետագայում Ռոսելխոզնաձորից, Ռոսելխոզնաձորը նամագրի մեր սատմին էլ չպատասխանի, այդ ընկերությունը գնի կարմիր սև ցուցակ։ Այդ համակարգը ամբողջությամբ լաբորատորիայով մաքսային պատուհաններով, որ չմտնեն Երևան այս խցանումների մեջ այդ մեքենաները, մաքսազերծեն, այսպես ասած, նոր դուրս գա։ Եվ այդ մթերման կայանները, լոգիստիկ կենտրոնները նաև կարողանան իրականացնել ամենաբարձր մակարդակով տարայավորում, սորտավորում, պահեստավորում նորմալ ջերմային ռեժիմների ժամանակ, որից արդեն հստակ երևա, որ մասը այդ արտադրանքի կգնա վերամշակման, որը թարմիտակ կվաճառվի, որը դա որպեսզի այդքան մանրամասնենք կպահպանի ապրանքի որակը եւ գինը։ Եվ հնարավորինս ավելի բարձր գնով կվաճառվի։ Այդքանից հետո արդեն կախված անավ գյուղատնտեսությունն էլ հետաքրքիր բան ունի, ամեն տարիներ կան որոշակի ապրանքատեսակներ ավելի թրենդային են, ավելի մեծ վաճառք ունեն, նաև այդ թրենդային իրավիճակներից ելնելով կարող է ինչ-որ տարիներ թրենդային լինի այս մշակաբույսը կամ ենթադրենք Ռուսաստանում անցած տարի ուժեղ ցրտահարություն եղավ, մոտակա մի քանի տարի ենթադրենք խնձորի արտադրությունը Հայաստանում ձեռնտու կլինի, միջև նորից իրենց այգիները վերականգնեն։ Բայց դա ամեն տարի քաղաքականության մշակում է ենթադրում։ Դե բնականաբար դրա համար ասում են գյուղատնտեսության նախարարություն պիտի լինի։ Առանց պատկերացրեցիք, այսքան sense արժեշղթա ասեցի, ես ասեցի ընդամենը մի քանի տոկոսը։ Հա, մի քանի տոկոսը։ Անասնապահության ոլորտ ունի բազմաթիվ խնդիրներ ու ամենամեծ պահանջարկ ունեցող սննդամթերքն է այսօր եւ կարմիր միսը, եւ սպիտակ միսը, ամբողջ մերձավոր արևելք հանապատային կլիմայական գոտում է եւ մեծ պահանջարկով Հայաստանում պետք է հաշվել մաքսիմում ինչքան հնարավոր Հայաստանում քանի գլխականակա պետք է աճեցնել ինքնաբավության համար, որ մենք այսօր կաթի փոշին կամ սերուցքը Իրանից չներմուծենք։ Պլյուս մսի գծով արդեն տեսակ տավարի մսի դեֆիցիտ կա, խոզի մսի ֆերմերները ունեն լուրջ խնդիրներ, որովհետև իդենտիֆիկացված չի, որ ասեն տեղական խոզ, խանութ բերում են ռուսական խոզը պաղեցված, մտցնում են տեղականի տակ էժան գնով վաճառում են, տեղական ֆերմերները մեծ կորուստներ են կրում, այսօր բողոքի ձայն են բարձրացնում։ Ու այս ամեն ինչը ոչխարաբուծության ոլորտ, այծաբուծության ոլորտ, այս ամեն ինչ Իրանից պահանջում է համալիր լուծումներ։ Միջնաժամկետ, կարճաժամկետ, երկարաժամկետ հստակ ռազմավարական պլան, որ մենք հասկանանք որտեղից պիտի սկսենք, ուր գնանք, մեր վերջնակետը որտեղ է, որ հասնենք մաքսիմում, ոնց որ Իսրայելն է անում, ոնց որ Հոլանդիան է անում, մոտ 95 միլիարդ դոլարի համախառն արտադրանք է տալիս գյուղատնտեսական։ Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք ամեն ինչ ունենք, պլյուս կարևորագույններից մեկը նաև կրթական ոլորտ, agrarային համալսարանը 900 դիմորդից արդեն 100 դիմորդ է գալիս։ Մասնագետ չունենք, բույսերի պաշտպաններ չունենք, ագրոնոմներ չունենք։ Անասնաբուժերի մեծ մասը վետկլինիկանում շների ու կատուների բժիշկ են դառել, էլի, ու նրանք մասնագետացված վճարում են, շներն էլ վխտում են։ Դա էլ մի խնդիր։ Տեսեք, այս ամեն ինչը համալիր ու մեծ աշխատանք է պահանջում հստակ ժամացույցի աշխատող մեխանիզմի նման, իրար փոխկապակցված։ Տեսեք, պլյուս դրանք անխարգելիչ աշխատանքներ, ենթադրենք մարմարային փայտոջիլ, կարանտինային միջատա, մի 2010 քանի թվականին Վրաստան մտավ, հսկայական վնաս հասցրեց ամբողջ Վրաստանի գյուղատնտեսությանը։ Պատկերացրեք, մենք Հայաստանում այնքան քիչ ունենք միջատաբաններ, մասնագետներ, որ ենթադրենք նման միջատների պոպուլյացիա հայտնվելու դեպքում մենք ոչ թե հետևանքների դեմ պայքարենք, այլ հասկանանք, կարողանանք կանխարգելել։ Մեղվաբուծություն ոլորտում տրոպիլալապս ենթադրենք տիս կա, որը արդեն Ուզբեկստանով եկել է, Ռուսաստանով հասնում է
Վրաստան, մենք հիմի ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է անենք, որ մեր մեղվաբուծության ոլորտը բան չանի։ Ռուսաստանում պաստերելիոս հիվանդության պատճառով ահագին կենդանիներ ոչնչացնում են։ Մենք ինչ կանխարգելիչ աշխատանքներ պիտի անենք։ Այս ամեն ինչը օրասական շատ կարևոր ու շատ լուրջ խնդիրներ են։ Առաջարկներ պարոն Մնացականյան, որպեսզի ամփոփենք, այլ չկա։ Եվ դրա դեմ։ Եվ դրա դեմ պայքար։ Պարոն Հարությունյան, ձեր առաջարկները կարճ, որովհետև մենք ժամանակի խնդիր ունենք արդեն։ Ուրեմն ամեն դեպքում ես ասեմ, պետք է ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում պատկերացնեն, առանձնացնեն իրարից գյուղատնտեսությունը եւ ագրոպարենային համակարգը։ Գյուղատնտեսությունը այլ բան է նշանակում։ Գյուղատնտեսությունը դա բույսերի, կենդանիների, սնկերի եւ սննդամթերքի համար օգտագործվող այլ կենսաբանական միջոցների արտադրանքի բուծում ու աճեցում է։ Դա գյուղատնտեսությունն է։ Իսկ մնացածը, ոնց որ Հարությունը թվեց կեսը էլի կամ բան, դա գալիս է ագրոպարենային համակարգ։ Այսինքն գյուղատնտեսությունը պետք է աճացնի, բուծի, ինք ունենալով իր հիմնախնդիրները ջուր, պարարտանյութ, քիմիկատ, ագրոնոմ, բույսերի պաշտպան, սելեկցիոներ եւ այլն, գենետիկները դա ամեն ինչը։ Հետո գալիս է դրան ագրոարդյունաբերական համալիրը, որ պետք է մթերումները կազմակերպվի, արտադրությունից հետո մթերում, տեղափոխում, հետո նոր վաճառք, այսինքն այդ կոմունիկացիաները նոր բառով անվանենք այդ ամեն ինչ լոգիստիկը, դա ընդհանուր համակարգային խնդիրների մեջ ինքը որոշակի մեկ Ենտա բաղադրիչ է, այսինքն տեսեք, ձեր ասածով, մինչև ապրանքը գնա մթերման կայան, ինքը պետք է ունենա արտադրություն, ձեր ասած որակ եւ ինքնարժեք։ Դրան գալիս են մասնագետներով կրթություն, որը չկա։ Բայց իրականությունը, ահա, առաջարկություն 1, խնդրում եմ իջեք երկնքից։ Իջեք գետնի վրա։ Բոլոր ոլորտներին վերաբերում է, համընդհանուր առաջարկ, այո։ Դա դառը իրականություն է։ Ակադեմիական մտքով, փորձով, բիզնես մտածողությամբ, ինչքան ուզում եմ մենք մտքեր տանք, պետք է ամեն ինչ հասկանանք, ընդունենք գետնի վրա, որովհետև Հարությունը, մեր ավագ ընկերները ինչ ասում են, դրանք հետագայում տնտեսությանը պետք է զարգացնեն, հասցնեն մոտակա 5 տարում Իսրայելի կամ եվրոպական որոշ երկրների մագարտակի, բայց մենք մեր ժողովրդական լեզվով ասած ցամաք հացի խնդիր ունենք այսօր։ Այդ գետնի վրա իջնելը պետք է մեր վաղվա օրը մենք արդեն պատկերացնում ենք, բայց ոչ մի բան չենք անում, բացի հակառակ ուղղությամբ տանելուց։ Երկրորդը շատ արագ ոչ թե զուտ գյուղատնտեսության նախարարության վերականգնում, այլ խնդիրների գնահատում, լուծման ուղիներ եւ մեխանիզմներ։ Զուտ գյուղատնտեսության նախարարություն անունը տալով լուծում է մեկ խնդիր։ Դա այնքան ուժեղ կառույց պետք է լինի, որ տեղի խնդիրները վերանելով, վերլուծելով գա հասնի մինչև երկրում միլիարդավոր արդյունքների ապահովում։ Այսինքն մասնագիտական գնահատում։ Նախարարությունը պետք է համալիր խնդիրները կարողանա բարձրաձայնի, լուծի, այդ քաղաքականությունը մշակի, իրականացնի։ Օրինակ բերեմ, ջրային կոմիտեն, եթե գյուղատնտեսության կամ ագրոպարենային համակարգ ինչ ասում է, նախարարության մեկտեղ չեղավ, գյուղատնտեսության նախարարը ով ուզում է լինի, եթե գնաց ինքը խնդիրը տեսավ լոլիկի ջուր ուշացրելը, ինքը չի կարողանա լուծի խնդիրը։ Որովհետև դա առանձին է։ Ահա, որովհետև դա առանձին է։ Եվ ամենակարևորներից մեկը, խնդրում եմ պետական քաղաքականություն մշակողները, այլ հիմա չեմ ասում, հիմա էլ իմաստ չունի, 8 տարի ասենք այսուհետ իրանց իրական ծրագրերում հաշվի առնեն, որ գյուղը, գյուղաբնակը ասոցացում է գյուղատնտեսության հետ, բայց տնտեսավարման հետ կապված, որ դա կլինի կոոպերատիվ, դա կլինի խոշորացում, դրանք պետք է ռեալ իրականացվի, համապատասխան միջոցները ներգրավեն, որ ուղղակի զուտ խոստում չգնա օդի մեջ։ Եվ մեր գյուղաբնակներին խնդրում եմ մարդկանց իրանք էլ հասկանան, որ իրենց վրա դրած է մեծ պարտավորություն, որ հողը մշակեն,
ովքեր մշակում են փառք ու պատիվ, ովքեր էլ որ չեն կարող մշակել, խնդիրներ ունեն ֆինանսական, առողջական, սա պետքա լինի ահազանգ պետական մարմիններին, որ սոցիալ-տնտեսական ծրագրերը չբերեն մտցնեն գյուղատնտեսության մեջ։ Սոցիալ-տնտեսական ծրագրերով զբաղվողներ կան, մշակույթի նախարարություն կա, սոցիալ նախարարություն կա, առողջապահության նախարարություն կա եւ այլն։ Այդ ամեն ինչը բերել ասոցիացնել գյուղատնտեսության մեջ, գյուղատնտեսության նախարարություն կոչվածը հեռանում է իր իսկական, որ 12000 տարի առաջ դրվել է մարդկության համար առողջ սնունդ եւ այլն, կտրվում է։ Սահմանափակենք բարեկամներ, թե կարճ առաջարկ եթե ունեք։ Այո, խնդրում եմ։ Ուղղակի բավականին լուրջ առաջարկություն է։ Ես իմ առաջարկները ելս համակարգային բնույթի են, 3-4 շատ կարևոր առաջարկություն կան, ինչից բխում են նաև մնացած բոլոր խնդիրները։ Առաջինը դա գյուղնախարարության վերականգնում, երկրորդը արդյունավետ օպտիմալ կառուցվածքի ձևավորումը նախարարության եւ գրագետ քաղաքականության իրականացում եւ նաև չորրորդը կադրային քաղաքականություն լուրջ եւ որոնք կբերեն իրավական դաշտի կատարելագործմանը, պետական կարգավորման մեխանիզմների կատարելագործմանը, ագրարային գիտության եւ կրթության զարգացմանը, իրացման ոլորտի զարգացմանը եւ բոլոր տնտեսավարման ձևերի զարգացմանը, տեխնոլոգիաների ներդրմանը եւ այլն։ Բոլոր խնդիրները բխում են սրանից. ագրարային գրագետ քաղաքականություն, գյուղնախարարության վերականգնում, կադրային ուրեմն գրագետ քաղաքականություն եւ պետական եւ քաղաքական կամք։ Այս ամենը լինել դեպքում իհարկե պետական աջակցություն, տեխնոլոգիաների ներդրում եւ այլն իրավական դաշտի կատարելագործում։ Այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք իրավական դաշտի հետ կապված։ Ֆերմերները դեռևս որևէ տեղ հիշատակված չեն, որ որևէ կարգավիճակ չունեն ֆերմերային տնտեսությունները։ Մենք չունենք գյուղատնտեսության մասին օրենք, վարձակալության մասին օրենք չունենք, պետական կարգավորման մասին օրենք չունենք, բավականին լուրջ խնդիրներ ունենք, բացի ամբողջ իրավական դաշտը, ուրեմն վակում է իրավական դաշտում։ Եվ այդ բոլորը իմ ասած այդ 3-4 խնդիրներից են բխում։ Սրանք ընդհանրապես հետևանք են նրանց, որ դա չկա։ Քաղաքականություն, կառուցվածք, նախարարություն եւ կադրեր։ Սրանք են ամբողջ։ Պարոն Խոցանյան, կարճ կետերով, առանց բացատրությունների, միայն կետերը առաջարկների։ Յուրաքանչյուր մեր ազգաբնակչության Երևան քաղաք կլինի, գյուղաբնակ կլինի, ամեն մեկը պետք է իրան ապահով զգա այս երկրում։ Մենք այսօր գյուղը քանդում ենք։ Գյուղացու տունը փակ է։ Եթե գյուղացին փախնում է հողից, ուրեմն երկիրը ինչ որ մեծ հարցականի տակ է։ Հուսալիությունը այստեղ խախուտ է, կանգուն չի։ Դրա համար գյուղացին զբաղվելով գյուղատնտեսական բնագավառի ինչ որ մի մեթոդով աշխատանքով, նա պետք է ինքը իրան որոշակի ապահով զգա, ֆինանսատնտեսական ապահովվածություն ապահովի։ Նա չպիտի համ արտադրի, համ վաճառի, համ բուժանյութի հետևից գնա, մթերակայաններ պետք է լինեն։ Ընկեր Հարությունյանը շատ լավ գիտի, մի ստրեսները որ կային, մարդը խոզը, տավարը բթում տանում հանձնում էր, ուրիշի հետ գործ չուներ։ Ինքը միջանկյալ կառույց էր։ Այդ նա փողը ստանում էր այդտեղից։ Ուր կտանի, ում կվաճառի, դա կապ չունի։ Ինքնարժեքը այսօր գյուղատնտեսական արտադրությամբ ոչ մեկը չի հաշվել։ Ոչ մի տնտեսագետ ջերմուկի ջուրը 3 անգամ թանկ է կաթից, իսկ կաթը կաթիլ, կթվորը կթում է եւ արժեք չունի։ Պատկերացրեք ինչքան վիրավորված է զգում անաստաբական մթերքներ արտադրողը, ասում է դե գեղացին, գյուղացին, վարկաբեկված արտահայտությամբ է արտահայտվում, այնից նա պետք է հարգվի։ Յուրաքանչյուր աշխատանք հարգանքի ենթակա է։ Իհարկե, մեր ֆորմատում նման գնահատականներ չեն հնչում։ Ես այդ բառի վրա ուզում եմ շարունակեմ, որ երբեմնի հարգանքը գյուղացու, գյուղի աշխատողի, ուրեմն արտադրանք ստեղծողի, բարիք ստեղծողի նկատմամբ, ինչպես խորհրդային տարիներ է եղել, պատկառանքը հարգանքը գյուղացու աշխատանքի նկատմամբ պետք է վերականգնվի։ Փորձենք այս ամբողջ բազմաշերտ առաջարկներից բյուրեղացնենք մի քանիսը։ Առողջ սնունդ, բոլորը համաձայն են։ Փոփոխություն կրթական ծրագրերում անվճար ուսուցում, կրթաթոշակ, աշխատանքի որակ, կոոպերատիվներ, միայնակ մարդը չի կարողանում այսօր լուծել խնդիրներ, պետական աջակցություն, գաստրո, ագրո, այցեքարտ որպես առանձին դիմագիծ,
Մթերման կայաններ որպես լոջիստիկ կենտրոններ, այլ ոչ թե ուղղակի պահեստներ, սառնարաններ, ագրոպարենային համակարգ, իջնալ երկնքից եւ մոտենալ հողին կարելի է փոխել հողին։ Ավելացնել։ Այնուհետև պրոբլեմներ եւ լուծումներ, մասնագիտական գնահատում, իրական ծրագրեր, համակարգերի հիմնում, ակադեմիական կրթություն, իրավական դաշտի բարելավում, նոր մտածողություն։ Ինքնարժեքի հաշվում, մթերակայաններ, ապահովության զգացում եւ այս ամենի ավարտը եւ իրականացման գրավականը կարծում եմ քաղաքական կամքն է։ Այս թեմայով լսենք արհեստական բանականությունը եւ ավարտենք։ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ ձեր հարցը բազմաշերտ է եւ առնչվում է թե կառավարման մոդելին, թե տնտեսական զարգացման ռազմավարությանը։ Արդյոք անհրաժեշտ է գյուղատնտեսության նախարարություն։ Այս հարցի շուրջ կան երկու հիմնական մոտեցումներ։ 1. Վերականգնման կողմնակիցների փաստարկները։ Գյուղատնտեսությունը Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասն է կազմում, մոտ 15%, եւ ապահովում է պարենային անվտանգությունը։ Առանձին նախարարության բացակայությունը, ըստ մասնագետների, հանգեցրել է ոլորտի անտեսմանը էկոնոմիկայի նախարարության կազմում, որտեղ շեշտը հաճախ դրվում է արդյունաբերության կամ ՏՏ ոլորտի վրա։ Ներկայիս մոդելի կողմնակիցների փաստարկները։ Կառավարությունը պնդում է, որ գյուղատնտեսությունը պետք է դիտարկվի որպես բիզնես եւ տնտեսության բաղկացուցիչ մաս։ Միավորումը նպատակ ուներ օպտիմալացնել ծախսերը եւ ապահովել միասնական տնտեսական քաղաքականություն։ Իրականությունը խնդիրը ոչ թե նախարարության անվանման կամ առանձին շենք ունենալու մեջ է, այլ մասնագիտական կառավարման եւ ռազմավարական կենտրոնացվածության։ Եթե էկոնոմիկայի նախարարության կազմում ոլորտը չի ստանում բավարար ուշադրություն եւ ռեսուրսներ, ապա առանձին կառույցի անհրաժեշտությունը դառնում է օրհասական։ 2026 թվականին Հայաստանի գյուղատնտեսությունը բախվում է հետևյալ մարտահրավերներին. հողերի մասնատվածություն եւ չօգտագործում։ Վարելահողերի մոտ 45-50%-ը չի մշակվում։ Հողակտորները փոքր են, ինչը դժվարացնում է տեխնիկայի կիրառումը եւ բարձրացնում ինքնարժեքը։ Ոռոգման համակարգի մաշվածություն։ Ջրի կորուստները հասնում են ահռելի չափերի, իսկ ոռոգման ցանցը շատ վայրերում հասանելի չէ կամ անարդյունավետ է։ Կլիմայական ռիսկեր։ Կարկուտը, երաշտը եւ ցրտահարությունները տարեկան միլիարդավոր դրամների վնաս են հասցնում։ Ապահովագրական համակարգը դեռևս ներդրման եւ կատարելագործման փուլում է։ Ցածր մրցունակություն։ Գիտական հենք գյուղատնտեսության պակասը, հնացած տեխնոլոգիաները եւ որակյալ սերմնանյութի եւ տոհմային կենդանիների դեֆիցիտը թույլ չեն տալիս մրցել միջազգային շուկայում։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է անցում կատարել ավանդական գյուղատնտեսությունից դեպի ինտենսիվ եւ խելացի մոդելի։ Հողային բարեփոխումներ։ Խթանել հողերի խոշորացումը եւ ներդնել մեխանիզմներ, որոնք կստիպեն սեփականատերոջ կամ մշակել հողը կամ վարձակալության տալ, օրինակ չմշակվող հողերի հարկի բարձրացում։ Ինտենսիվ այգեգործություն։ Պետական աջակցության ծրագրերով զարկ տալ կաթիլային ոռոգմանը, հակակարկատային ցանցերին եւ ժամանակակից տնկարաններին։ Կրթություն եւ խորհրդատվություն։ Յուրաքանչյուր մարզում ստեղծել գյուղատնտեսական գիտելիքների կենտրոններ, որտեղ ֆերմերը կսովորի ժամանակակից մեթոդները, ագրիտեք, կոոպերացիա։ Խրախուսել փոքր տնտեսությունների միավորումը կոոպերատիվների մեջ արտադրանքի վերամշակման եւ արտահանման հզորություններ ստեղծելու համար։ Թվայինացում։ Ներդնել գյուղատնտեսական հողերի եւ կենդանիների էլեկտրոնային հաշվառման համակարգ, ինչը արդեն սկսվել է 2025-26 թվականներին, ինչը կթույլատրի թիրախային դարձնել սուբսիդաները։ Հայաստանի գյուղատնտեսությանը պետք չէ պարզապես բյուրոկրատական նախարարություն, այլ քաղաքական կամք եւ ուժեղ մասնագիտական թիմ, որը կիրականացնի ոլորտի տեխնոլոգիական վերազինումը։ 2026 թվականի բյուջեով նախատեսված շուրջ 39.4 միլիարդ դրամը պետք է ծառայի զարգացմանը։ Արհեստական բանականությունը համամիտ էր մեծ հետ մեծապես, ամեն ինչ հաշվի առել բացառությամբ մեր եթերաժամի։ Եվ կարևորը, որ մենք գիտենք խնդիրները, մնում է միայն կամք այն լուծելու համար։ Շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։
Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։